Հանուն Հոր և Որդու և Որդու Սրբո, այժմ միշտ վիճի ասալներից ամեն։ Ես եմ կենաց հացը, ձեր հայրերը մանանան կերանանապատում և մեռան, այս է հացը, որ երկնքից է իջած։ Հաց, որ նշանակում է հայցված, խնդրանք, ինչպես Տերն էր ասում, ով որ հայցում է, ով որ խնդրում է, ստանում է, այդպես էլ մեր հայցվածքի և մեր խնդրվածքի համաձայն Տերը երկնքից կենաց հացը տվեց։ Ոչ իսպես մանանան, որ հրեաները 40 տարի կերան և մեռան, որտև մանանան միայն այս աշխարհի համար է։ Երկինք չի տեղափոխում, իսկ կենաց հացը Քրիստոսի կենդանարար կերակուրը երկինք է տեղափոխում։ Մանանան պատիժներից չէր փրկում, որովհետև 40 տարի իրենց հանցանքների համար պատժվեցին իսրայելացիները անապատում, թեպետ մանանան կերան, բայց Քրիստոսի կենարար կերակուրը փրկում է մեզ պատիժներից։ Մանանան մեղքերին թողություն չէր տալիս, այլ կենաց հացը տալիս է արժանավորապես ճաշակողներին մեղքերի թողություն։ Մանանան անգամ ավետյաց երկիրը չկարողացավ մտցնել, որտև Մովսեսի հետ սկսվեց մանանան, Մովսեսի հետ էլ դադարեց, երբ Հեսուն, որ Քրիստոսի Հիսուսի նախօրինակն էր, անցկացրեց Հորդանան գետով ավետյաց երկիրը, դադարեց մանանան։ Եվ մանանան չէ, որ մտցրեց նրանց ավետյաց երկիրը, այլ Հեսուն Հիսուսը մտցնեց նրանց ավետյաց խոստացված երկիրը, երկնքի արքայություն։ Եվ եթե մանանան իզորու չէր այսպիսի կենդանություն պարգևել, ապա որ չափ երեսարավել հասարակ հացը, որ մենք ամեն օր ուտում ենք։ Հացը անապական չէ, ապականացու է, բայց Քրիստոսի կենաց հացը անապական է։ Հացը երկրից է, Քրիստոս երկնքից է։ Հացը միայն մարդու կենդանությունն է ապահովում մարմնի կենդանությունը, իսկ կենաց հացը հոգու կենդանությունն է ապահովում։ Հացը մի փոքրիկ ժամանակի համար է զորացնում, իսկ կենաց հացը հանդերձյալ հավիտենական կյանքի համար է զորացնում։ Հացը բոլորը կարող են ճաշակել, բայց կենաց հացը միայն հավատքով և հույսով մոտեցողները կարող են ճաշակել։ Հացը, որ ճաշակում ենք մենք ամեն օր, չափից ավելը մեղք է համարվում, բայց կենաց հացը, որքան որ ճաշակում ենք, այնքան կենդանանում ենք։ Հացը, որ մենք ճաշակում ենք, մեր մարմնի հետ լուծվում է և մեզ նման է դարձնում, մեր նման է դառնում, իսկ կենաց հացը, որին մենք ճաշակում ենք, Քրիստոսի մարմինն ու արյունը, ինքն է մեզ նման դարձնում։ Աստված դրվում է մեր մեջ և մեր մահկանացուն մարմինը աստվածացնում է, այսպես են ասում եկեղեցու սուրբ հայրերը։ Եվ հա այս կենաց հացը, որ մենք ճաշակում ենք, Տերն է մեզ պարգևում, որպես կյանք աշխարհի համար, որտև ինքն է պատարագը մատուցողը, հենց ինքն է պատարագը և հենց ինքն է պատարագ ընդունողը իդեմս Հայր Աստծո, որտև պատարագիչ քահանան Քրիստոսին է խորհրդանշում, պատարագը Քրիստոս է և Քրիստոս էլ քահանայի ձեռքով ընդունում է այդ պատարագը, ինչպես պատարագի ժամանակ մենք ասում ենք, ևս քույս իքոյոց քեզ մատուցանեմ, քոնը քեզանով քեզ ենք մատուցում։ Նույն է այս կենաց հացը, ինչ որ վերջին ընթրիքի ժամանակ վերնատանը մատուցեց մեր Տերը Հիսուս Քրիստոս։
Նույնն է կենացածը, որ խաչվեց Գողգոթայի բարձունքի վրա։ Նույնն է կենացածը, նույն հենց մարմնացած բանն Աստված, որ ամեն պատարագի սուրբ սեղանին ենք մատուցում։ Եվ այս կենացածը աշխարհին կյանք է պարգևում, որովհետև եթե մյուս խորհուրդները սուրբ մկրտությունը, վերջին օծումը, դրոշմը, քահանայագործությունը միայն կոնկրետ անձին են վերաբերվում, ապա սուրբ պատարագը մեկ հոգու համար չէ, որ մատուցվում է։ Կենդանություն է տալիս թե պատարագիչ քահանային, թե հաղորդվող ժողովրդին, թե ննջեցյալների համար, թե ողջերի և թե մեռյալների, և թե երկրի խաղաղության, անդերի ու անդաստանների պտղաբերության, ամեն տեսակի մեղքերի թողության համար։ Այսպիսի սքանչելի խորհուրդ է կենացածը սուրբ պատարագը, և այդ պատճառով էլ մեր Տերն ասում, սա է, որ կյանք է տալիս աշխարհին, կենդանացնում է։ Եվ Տերը այս հացը մեզ տալիս է կենացածը, որպես հանդերձյալ հավիտենական կյանքի կերակուր, որտեղ սովորական հացը երբ մենք ճաշակում ենք, նա ոչ միայն մեզ կերակրում է, այլ նաև աճեցնում է մեր մարմինը, զարգացնում է ու կատարյալ տարիքի հասցնում։ Այսպես և առավել ևս քան այսպես կենացածը դրվում է մեր հոգու մեջ, մեր հոգու կերակուրն է, բայց նաև մեր հոգին է աճեցնում, զորացնում և ի վերջո հասցնում է երկնքի հավիտենական արքայությունը։ Այսպիսին է կենացածը, որ երկնքից է իջած, ասում է մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Եվ ես տալիս եմ այն վերջին օրը հարություն կտամ ձեզ հենց այս կենաց հացի միջոցով։ Հարություն նշանակում է հոգու և մարմնի կենդանություն, նշանակում է անկյալ վիճակից կանգնում։ Այդպես էլ մեր Տերը սուրբ կենաց հացի միջոցով հարություն կտա մեզ։ Պատշաճ է և արժանի է հարությունը, մարմնի կենդանացումը, հոգու և մարմնի միավորումը, որովհետև առանց մարմնի հոգին աղճատված է, կատարյալ չէ, և Աստված մեկ անձ ստեղծեց մարդկանց իր պատկերով ու նմանությամբ հոգու և մարմնի միավորությամբ։ Եվ եթե հոգին առանց մարմնի արժանանա հավիտենական երկնքի արքայության, ապա արդար չի լինի, Աստծո պատկերը ամբողջական անձը չի վերականգնվի, չի վերանորոգվի։ Եվ մարմինն էլ մասնակից է փրկությանը, որովհետև աղոթքով, պահքով, ճգնություններով կենդանացնում է հոգուն, օգնում է հոգուն, որպեսզի միասնաբար հարության արժանանա։ Եվ այդպես ինչպես միասնաբար այս աշխարհում ապրեցին, չարչարվեցին, տքնեցին ու տանջվեցին հոգին ու մարմինը և արյուն թափելու աստուճամբ պարգարեցին մեղքի դեմ, ուստի միասնաբար էլ պետք է վայելեն երկնքի հավիտենական արքայությունը։ Եվ ինչպես գլուխն է մեր Տերը Հիսուս Քրիստոս և մարմնից բոլոր անդամների կենդանությունը գլխից է իջնում, այդպես էլ գլխից մեր Տիրոջից Հիսուս Քրիստոսից սուրբ հաղորդության միջոցով կենդանությունը երկնքից իջնում է մեզ վրա, մարմնի բոլոր անդամների վրա, եկեղեցու բոլոր անդամների վրա, և ինչպես մեր գլուխը, մեր Տերը Հիսուս Քրիստոս հարություն արավ մեռելներից, այնպես էլ մենք պետք է հարություն առնենք մեռելներից, ուրեմն զգույշ լինենք հոգու և մարմնի
միավորությունն ու կատարելությունը, կենաց հացի արժանավորապես ճաշակումը թող մեր կյանքում մշտապես լինի, անկեղծ փափագն ու ձրթումը դեպի հավիտենականություն, դեպի հարություն, դեպի հանդերձյալ երկնքի արքայություն, որտեղ Տերն այսօր ասում է մեզ. ես եմ կենաց հացը, ով որ չուտի մարդու մարմինը, մարդու որդու մարմինը եւ չխմի նրա արյունը, իր մեջ կյանք չունի։